Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք կքննարկենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր տարածած կարևոր հայտարարությունը, փաստաթուղթը, եւ Նիկոլ Փաշինյանը այստեղ ասում է, որ սա հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ է Կտրիչ Ներսիսյանի հեռացումից հետո։ Ես կուզեմ ձեր հետ միասին ընթերցենք այս իր հայտարարությունը եւ այս ճանապարհային քարտեզը եւ հետո նաեւ մեկնաբանենք։ Առաջինը՝ կաթողիկոսական տեղապահի ընտրություն հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ։ Սա իհարկե շատ կարևոր է եւ այո, ես աջակցում եմ նրան, որ պետք է լինի ուրեմն տեղապահ կաթողիկոսական։ Սա է գործընթացը եւ այլընտրանքը այն իրավիճակին, որը ձևավորվել է։ Բացի դրանից, Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու կանոնագրքի ընդունում կանոնագիրքը պետք է անդրադառնա Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականների բարևարկության կանոններին եւ դրանց ապահովման երաշխիքներին, նույն տրամաբանությամբ ուրեմն եկեղեցու ֆինանսական թափանցիկությանը եւ դրա ապահովման երաշխիքներին, ուրեմն եկեղեցու ապաքաղաքական լինելու անհրաժեշտությանը եւ դրա ապահովման երաշխիքներին, ինչպես նաեւ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու գործունեության համապատասխանությունը ՀՀ հանրային օրենսդրությանը եւ դրա ապահովման երաշխիքները, եւ այդտեղ նաեւ մանրամասներ կա տեխնիկական իր հայտարարությունում, բացի դրանից հոգևորական ծառայողների սոցիալական երաշխիքներ եւ դրա ապահովման երաշխիքներին, եւ երրորդ կետը, ամենավերջինը, դա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունն է համաձայն նոր կանոնագրքի։ Ուրեմն ես ընդհանուր առումով պետք է ասեմ, հարգելի հայրենակիցներ, որ աջակցում եմ այս ճանապարհային քարտեզին, համարում եմ, որ գլխավոր առումով ճիշտ է, որովհետև հարց համար մեկը այստեղ իմ համար ամբողջությամբ ընդունելի է, որ պետք է ունենանք Հայ առաքելական Սուրբ եկեղեցու ուրեմն նորոգման ճանապարհին կաթողիկոսական տեղապահ, ինչը նշանակում է, որ Կտրիչ Ներսիսյանից մեր եկեղեցին ազատագրելուց հետո արդեն տեղապահի միջոցով պետք է տեղի ունենա այս գործընթացը։ Երկրորդ կետը, որտեղ որ վարչապետը խոսում է, որ պետք է լինեն հոգևորականների բարևարկության կանոններ եւ դրանց ապահովման երաշխիքներ, եւ մնացած հարցերը ես արդեն ձեզ ծանոթացրեցի իմ պատկերացումով, կամ այս բովանդակությունը ենթադրում եմ, որ վարչապետը դրել է այս տեքստի մեջ, կամ պետք է լինի, կամ իր տրամաբանությամբ արդեն կա, բայց եթե չկա, ես ավելացնում եմ իմ կողմից եւ սա համարում եմ շատ կարեւոր, չափազանց կարեւոր պայման նրա, որ այս գործընթացը լինի ճիշտ եւ այս գործընթացը լինի լիարժեք, որ բոլոր, ընդգծում եմ, բոլոր հոգևորականները պետք է անցնեն պատշաճ եւ մանրակրկիտ ստուգում։ Այո, հիմա ինչ ստուգում։ Իհարկե պետք է այս ստուգումը ներառի բարոյական ստուգում, պետք է ներառի ֆինանսական ստուգում, պետք է ներառի կոռուպցիոն ստուգում, գույքի ստուգում, քաղաքական մոտեցումների ստուգում եւ պետք է ներառի իհարկե օտար պետությունների հետ կապերի ստուգում, արտաքին հետախուզությունների հետ կապերի ստուգում, անցյալի ամբողջությամբ ստուգում, ընտանեկան եւ ուրիշ կապերի ստուգում եւ ընդհանուր առումով սա վերջնական վերում է բարոյական ստուգմանը։ Այս ամենը իրար հետ փոխկապակցված է եւ իհարկե իր Հայաստանի Հանրապետության հանդեպ միայն նվիրվածության ստուգում, որովհետև հարգելի հայրենակիցներ, ես պետք է շատ բացահայտ եւ ուղիղ ասեմ, եւ դուք գիտեք, որ ես ձեր հետ անկեղծ եմ, եւ հուստի այս մոտեցումով մենք ձեր հետ շարունակելու ենք մեր ամբողջ աշխատանքը եւ գործունեությունը, այդ հիմքի վրա է նաեւ այն վստահությունը, որը ձեր կողմից ես զգում եմ եւ տեսնում եմ եւ չափազանց բարձր եմ գնահատում։ Եվ սա նշանակում է, որ այսօր մենք տեսնում ենք 10 եպիսկոպոս, ինչ որ ուրիշ հոգևորականներ, որոնք ճիշտ ժամանակին կամ գուցե ուշացած արդեն, բայց փոխում են բևեռը եւ անցան հիմա Կտրիչ Ներսյանի դեմ։ Ես գնահատում եմ սա դրական, որովհետեւ բոլորը ով օգնում են մեզ ազատագրել մեր եկեղեցին KGB-ի գործակալ Կտրիչ Ներսյանից եւ Ներսիսյանների KGB գործակալական ընտանիքից, դրանով այո, լավ գործ են անում այդ կոնկրետ գործում, բայց հարգելի հայրենակիցներ, այդ նույն մարդիկ
այս ստուգման առումով անպայման պետք է նաև անցնեն, ինչպես նաև բոլոր հոգևորական, բոլոր, որովհետև ես ուղիղ պետք է ձեզ ասեմ, որ այո, Ռուսաստանը, Կրեմլը, KGB-ն հիմա հասկացել է, որ պարտվելու հավանականությունը շատ մեծ է եւ մի շարք KGB-ի գործակալները անցել են հակակտրիչային դաշտ։ Այո, իրանք հիմա երկնակի գործակալի կարգավիճակում են, իբրև հայկական պետության են նվիրված, իբրև ուրեմն կտրիչի դեմ են կամ իրականում փաստացի դեմ են, բայց ակնկալում են, որ եթե կտրիչը պարտվի, ապա այդ գործակալները նորից կհայտնվեն մեր եկեղեցում, այնն էլ ամենաբարձր պաշտոններում։ Շատերն են այդպես, շատերը։ Եվ ես ուստի առաջարկում եմ եւ պահանջում եմ, որ այս կետը, որի մասին ես խոսում եմ, բոլոր հոգևորականները պետք է անցնեն պատշաճ եւ մանրակրկիտ ստուգում, այն բոլոր կետերով, որի մասին ես նշեցի, եւ այո, բոլոր հայերը պետք է ունենան հնարավորություն, այդ թվում Սփյուռքում գործունեություն ծավալած հոգևորականների մասին եմ խոսում, որ Սփյուռքի հայերը նաև պետք է ունենան հնարավորություն գան եւ բացահայտ մասնակցեն բաց կամ մասնակի բաց գործընթացում, որը կներառի այդ ստուգումը։ Այո, բոլոր հայերը պետք է ունենան հնարավորություն ցուցմունք տալ այն բոլոր տեղեկատվությունների, տվյալների, փաստերի մասին, որոնք իրանք ունեն, որովհետև ես օրերս տեսա, որ կան հոգևորականներ, որոնք հիմա փոխել են իրանց դաշտը, անցել են այս դաշտ եւ մի քանի իրանց հանդեպ հանրային արդեն հնչած մեղադրանքները այսպես թեթև ձեռքով հերքելով կարծում են, որ վերջ, հարցը ավարտված է։ Ես ձեզ ուրեմն շուտ եք ուրախացել, հարցը ավարտված չէ, այն որ դուք հիմա կտրիչի դեմ եք որևէ մեկը կանգնել, դա չի նշանակում, որ ձեր հարցը չի լինելու այս օրակարգում։ Ուստի ես առաջարկում եմ եւ պահանջում եմ, որ անպայման ստուգումը ներառի բոլորին, որովհետեւ որևէ մեկը իրավունք չունի, որ մենք նորից սխալվենք։ Մեկ տրամաբանության գործակալներից եկեղեցին ազատենք, որ երկնակի գործակալներ եկեղեցում հայտնվեն, մի ձևի սրբապիղծներից ազատենք եկեղեցին, որ ուրիշ ձևի սրբապիղծներ հայտնվեն եկեղեցում, դա չի լինելու։ Դա չի լինելու։ Եվ ուստի ես պահանջում եմ այդպիսի հանրային բոլոր հոգևորականների ստուգում, պետական առումով հանրայնացված, մասնակի հանրայնացված, անհրաժեշտության դեպքում դատական գործեր եւ դատական գործընթաց, այո, եւ այդպիսի պետք է լինի հատուկ գործընթաց, որով բոլորին կստուգեն։ Այդ թվում խոսքին ես արդեն նշեցի, այս կամ այն գույքը որտեղից եւ չեք հասցնի այդ գույքը ուրիշի վրա գրել կամ անունը փոխել եւ այլն։ Այո, դրա համար կա ազգային անվտանգության ծառայություն եւ ես կարծում եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը պետք է պատշաճ վերաքննի եւ ուսումնասիրի բոլոր այդ փաստերը, որտեղից այս գույքը, որտեղից այս ունեցվածքը, որտեղից այս կապերը, ինչ քաղաքական քայլեր են արել եւ չեն արել անցյալում եւ ինչ բարոյական մոտեցումներ են ունեցել, ինչպիսի կապեր, ինչպիսի գործոնեություն, այդ ամենը ունի հսկայական նշանակություն։ Եվ գիտեք, դատական համակարգում պետական այսպես է, եթե մարդ հանցագործությունը ճանաչում է, եթե մարդ իր հանցագործությունը զղջում է, ապա մասնակի ներում, այո, տեղի ունենում, մասնակի, թեթևացում պատժի, մասնակի։ Սա շատ կարևոր է։ Սրանից կարևոր ինչ կարող է լինել այս գործընթացում, որ այո, եթե մարդիկ հիմա կտրիչ Ներսիսյանի դեմ են անցնում, ապա դա հաշվի պետք է առնվի, բայց համեպատասխան նրա, թե ինչ հանցագործություններ են գործել, ինչ ծավալի, եւ ուստի այդ ծավալը հաշվի առնելով, դա կարա լինի շատ չնչին տարբեր դեպքերում կամ մի փոքր ավելի մեծ ուրիշ դեպքերում։ Բայց սա պետք է տեղի ունենա ակնհայտորեն լրջագույն բոլոր հոգևորականների ստուգման գործընթացով, կամաց շտապել պետք չի, այս բոլոր տեղեկատվությունները պետք է հավաքվեն, քննարկվեն եւ այո,
պատշաճ մարմինը սա պետք է ունենա։ Ուստի պարոն վարչապետ, սա անբաժանելի մաս է եւ պետք է լինի։ Ես հուսով եմ, որ ձեր այս կիսված ուրեմն ճանապարհային քարտեզում, երբ դուք ասում եք երկրորդ կետի Ա հատվածում Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականների բարևարկության կանոններին եւ դրանց ապահովման երաշխիքները պետք է ներառվի։ Դրա մասն էր խոսքը, այստեղ առանձին բովանդակությունով է։ Ուրեմն, կանոններ, որ ձևակերպվեն եւ ապահովման երաշխիքները չի կարող լինել, պարոն վարչապետ, միայն ապագայի մասին։ Նաեւ պետք է լինի անցյալի մասին։ Նույն տրամաբանությամբ, այո, անցյալի մասին, որովհետեւ եթե դուք ընդունում եք արդեն հոգևորականների բարևարկության կանոններ, այդ կանոնները չեն կարող աշխատել միայն այսուհետև։ Նաև նախկինում, եթե հոգևորականը այդ կանոններով չի գործել, ապա պետք է լքի եկեղեցին եւ գքան մարդիկ, ով կսպասարկեն հայ ազգին այդ նոր կանոններով։ Չեն սպասարկի, նորից կհեռանան։ Շատ պարզ է, ուստի ներում չի լինելու։ Ինչու՞, բացատրեմ ինչու։ Որովհետև ես արդեն ասացի, Ռուսաստանը հիմա պատկերացնում է, որ իր գործակալներին կարա երկնակի գործակալի կարգավիճակով պայի հայ առաքելական եկեղեցում։ Սա նշանակում է, որ մենք հիմա ազատագրելու այս գործընթացը անցկացնում ենք եւ վերջը հայտնվում է, որ ոչ մի ազատագրում տեղի չի ունեցել, որովհետեւ Կտրիչ Ներսիսյանի եւ իր գործակալների փոխարեն կան ուրիշ ազգանուններով գործակալներ հայկական եկեղեցում, որով նույն տրամաբանությամբ սпасելու են միջև Հայաստանում մի փոքր իրավիճակը փոխվի եւ նորից զավթելու են հայ առաքելական եկեղեցին, որովհետեւ Ռուսաստանի գործակալներ են, նախկին գործակալ գոյություն չունի։ Եվ հույս ունենալ, որ այս մարդիկ, ով Կտրիչ Ներսիսյանի փոքրիկ խմբակից էր եւ միանգամից այսպես բևեռը փոխեցին, ելի եմ ասում, ես այդ հույսը չունեմ, ճիշտ է, իրանց օգտագործենք հիմա, օգտագործենք Կտրիչ Ներսիսյանի դեմ, որովհետեւ այո, իրանք դրանով իրանց մեղքերի մասնակից հողում են փնտրում հայկական պետության առջև։ Խնդիր չկա դրանում։ Հայկական պետությունը այդպիսի տրամաբանությունով պետք է շարժվի։ Բայց դա չի նշանակում, որ մենք այս մարդկանց բոլորին են էլ, ես չեմ մենակ էպիսկոպոս arczepiskopոսներին նկատի չունեմ, բոլորին այդ ստուգումը պետք է լինի անպայման։ Եվ ես առաջարկում եմ, պահանջում եմ, ակնկալում եմ, սպասում եմ եւ հենց այս գործընթացով առաջ գնանք, ապա անպայման այդ գործընթացը կնախաձեռնվի տարբեր ձևերով եւ ես էլ կունենամ ձեր հետ միասին, սիրելի հայրենակիցներ, մեծ մասնակցություն սրանում։ Ինչ վերաբերվում է այս փուլում անելիքներին, ապա նորից վերադառնում եմ շատ կարևոր հարցին։ Պարոն վարչապետ, ես նոր էլ իմ եթերում ուրեմն առաջին AM-ին, առաջին լրատվականին ասացի եւ կկիսվեմ նաեւ մի մեջում, բայց այստեղ էլ նաեւ պետք է ասեմ, որ պարոն վարչապետ, երբ դուք դուրս եք գալի եւ հայտարարություն եք անում, ասում եք, որ Կտրիչ Ներսյանը սպառնալիք է Հայաստանի պետական անվտանգությանը, ես ունեմ ձեր հանդեպ հարց։ Դուք Հայաստանի վարչապետ եք։ Ձեզ ենթարկվում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։ Ձեր եւ ազգային անվտանգության ծառայության պատասխանատվությունն է պետական սպառնալիքները նվազեցնել, լուծել եւ կանխել այդպիսի սպառնալիքները։ Հիմա հարց. եթե ինչ դուք ասում եք ճշմարիտ է, իսկ ես կարծում եմ, որ ճշմարիտ է, ապա ինչու ազգային անվտանգության ծառայությունը դեռ չի ձերբակալել քաղաքացի Կտրիչ Ներսյանին։ Ես ձեզ կոչ եմ անում, հորդորում եմ եւ ակնկալում եմ, որ այն ճանապարհային քարտեզը, որը դուք ներկայացրեցիք, մենք կսկսենք իրականություն դարձնել, բայց դրա համար պետք է քաղաքացի Կտրիչ Ներսիսյանի ձերբակալում։ Թե պարոն վարչապետ, դուք ավելի լավ եք պատկերացնում, որ ժողովուրդը հոգևոր հավաք կազմակերպի եւ ինքը որոշի Կտրիչ Ներսյանի ճակատագիրը։ Ուստի դա ավելի ծանրաբեռնված եւ բարդ գործընթաց է։ Դուք ասացիք ձեր հարցազրույցում, որ ակնկալում եք, որ ուրեմն այն ճանապարհով կգնանք, որը անցնցում կլինի, ինչքան կարելի է ավելի անցնցում։ Հիմա պարոն վարչապետ, որ տարբերակն է ավելի անցնցում։ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալում է քաղաքացի Կտրիչ Ներսյանին եւ մենք անցնում ենք ճանապարհային այս քարտեզի իրագործմանը,
թե ժողովուրդը ինքն է որոշում եւ ազատագրում է իր եկեղեցին քաղաքացի կտրիչ Ներսյանից։ Իսկ ոնց ենք կառավարելու ժողովրդին, նկատի ունեմ այդ ազատագրման գործընթացում, ոնց է այդ տեղի ունենալու, համոզված եք, որ դա անցնցում տեղի կունենա։ Եթե խոսք է գնում հոգևոր հավաքի մասին, ապա ես առաջարկում եմ կազմակերպենք այդ հոգևոր հավաքը, բայց զուգահեռ դրա ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալի քաղաքացի կտրիչ Ներսյանին։ Բայց անկեղծ ասած, այդ հոգևոր հավաքը որևէ բան չի փոխում, որովհետև ակնհայտ է ժողովրդի դրսևորումը։ Եթե խնդիր կա, որ հավաքվենք բոլորը էջմիածնում եւ կազմակերպենք այդ հոգևոր հավաքը, այո, ավելին ասեմ, ես աջակցում եմ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կոչին, որ այո, պատարակը հաջորդը, չգիտեմ կոնկրետ որ կիրակին նկատի ունի, բայց հաջորդը պետք է տեղի ունենա Մայրաթոր Սուրբ Էջմիածնում առանց կտրիչ Ներսյանի, մերժելով կտրիչ Ներսյանի այդտեղ նշումը ինչպես ամենայն հայոց կաթողիկոս։ Դա է հոգևոր հավաքը, արեք անենք։ Դա պետք է արվի, այո, ես հավատարիմ եմ այդ գաղափարին եւ պետք է ազատագրենք մայր տաճարը, Սուրբ Էջմիածնի տաճարը։ Այո, համամիտ եմ։ Բայց զուգահեռ դրա քաղաքացի կտրիչ Ներսյանից որ ազատագրենք մեր եկեղեցին, դրանից հետո արդեն այս գործընթացով կշարժվենք։ Միջև ինքը այդտեղ նստած է, դուք էլ եք հասկանում, որ խնդիր է ստեղծվում, որովհետև շատ հոգևորականներ չեն պատկերացնում, որ ոնց գնալ տեխնիկական առումով կանոնակարգի այդ դեմ, որովհետև տեխնիկական առումով ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրում գտնվում է կտրիչ Ներսիսյանը։ Դուք եւ մենք ասում ենք, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին կաթողիկոս չունի, բայց ինքը այդ շենքում գտնվում է եւ կաթողիկոսի այդ աթոռում նստած է, դա փաստ է։ Ոստի հարցը պետք է լուծել շատ շուտ եւ շատ ակտիվ, որովհետեւ ես հուսով եմ, որ մենք շուտապույտ կգնանք առաջ, խոսքին իմ պատկերացումով Սուրբ Ծնունդը չպետք է դիմավորենք կտրիչ Ներսյանի հետ միասին եւ դա նշանակում է, որ պետք է գործել շատ ակտիվ։ Եվ երբ կտրիչ Ներսյանը վերջերս վերադարձավ Եվրոպայից այդ այցից, ինքն էլ տեսավ շատ լավ, որ օդանավակայանում իրան դիմավորող հանրություն փաստացի չկար, հարց տվեց նույնիսկ, բա ժողովուրդը ուր է։ Ժողովուրդ նետու, տավարիչ գեներալ, ես գրեցի մեջի վրա եւ կիսում եմ, այո։ Ուրեմն, որ ինչու ռուսերեն, որտեվ իրանց համար մայր լեզուն ռուսերեն է եւ իրանք մտածում են ռուսերեն, իրանց ամեն ինչը ուրեմն սովետական է, ռուսական է, քան թե հայկական, իրանք մերժում են հայկական պետության առհասարակ անկախության գաղափարը, պատկերացնում են, որ դա ռուսական գուբերնիա պետքա լինի եւ ինչու տավարիչ գեներալ, որովհետեւ այո, ամենաբարձր պաշտոնյա գործակալը, կագեբեշնիկը հայ առաքելական եկեղեցում իհարկե կտրիչ Ներսյանն է։ Առհասարակ երևի Հայաստանում էլ ամենաբարձրներից մեկն է այդ նույն տրամաբանությամբ եւ ուրիշ նաեւ կան մարդիկ իհարկե շատ բարձր այդպիսի պաշտոնի, բայց գուցե ամենաբարձր պաշտոններն են միասին զբաղեցնում կտրիչ Ներսյանի հետ միասին։ Ուստի հարգելի հայրենակիցներ, այո, համարում եմ, որ այդ միջոցառումը ուրեմն եկեղեցում պետք է տեղի ունենա ազատագրման գործընթացը, իսկ ինչ վերաբերվում է օդանավակայանում, որ կտրիչ Ներսյանին մարդիկ չդիմավորեցին, դա ուղղակի ցույց է տալի պարոն վարչապետ եւ Հայաստանի իշխանություններին եմ ասում, իրանք էլ շատ լավ տեսնում են, որ հանրային աջակցություն կտրիչ Ներսյանը չունի։ Ուստի իրան ձերբակալելու դեպքում որևէ խնդիրներ չի լինելու։ Դե ռուսական գործակալ ընդդիմությունը ինչպես հիմա, այդպես էլ հետո մեկը հանելու է հայտարարություններ, մեկը փորձելու է ցույցեր կազմակերպել եւ այլն, բայց դա ինչ է փոխում։ Հիմա էլ են անում, հետո էլ կանեն, ինչ տարբերություն։ Ուստի ձերբակալեք քաղաքացի կտրիչ Ներսիսյանին։ Եվ սրանով գնանք այս ձեր ճանապարհային քարտեզին։ Իմ ասածը այն է, պարոն վարչապետ, որ ձեր կողմից այս հանրային դարձրած արդեն ճանապարհային քարտեզը պետք է իր իրագործումը սկսի շուտապույտ։ Իսկ դրա համար պետք է շուտապույտ ազատագրենք մեր եկեղեցին եւ այստեղ դուք նշում եք կտրիչ Ներսյանի հերացումից հետո ինքը չի հեռանա իր ցանկությունով, իրան պետք է հեռացնել եւ դա պետք է անենք մենք միասին։ Եվ դրա համար
Էլ եմ ասում, անցնցում տարբերակը ազգային անվտանգության ծառայությունն է, իսկ եթե դուք կարծում եք, որ ժողովուրդը դա անի, ապա ժողովրդի անելը շատ ավելի ցնցումային տարբերակ է իմ պատկերացումով, եւ ուստի դա պետք է հաշվի առնվի։ Շատ շնորհակալ եմ, հարգելի հայրենակիցներ, ձեր ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։